Չէ, ես այս հարցի վերաբերյալ ըստ էության ոչ խոսքի, ոչ էլ կալանքի առնչությամբ, ոչ իրավաչափության եզրահանգում, այսպես ասած, չեմ իրականացրել իմ որևէ խոսքի շրջանակներում։ Ինքս նշեցի եւ հիմա էլ երևի թե հստակ կնշեմ, որ այսօր մենք հարցի հետ կապված հայտարարություն ենք տարածել, ամփոփելով այս մի քանի օրերի ընթացքում մեր իրականացրած աշխատանքները։ Նախ կուզենամ նշել, որ ի սկզբանե, երբ մեր թեժ գծի նախազանգ է ստացվել, մենք անմիջապես ոչ միայն բոլոր պետական մարմինների հետ ենք կապի մեջ եղել, այլ նաև փորձել ենք հասկանալ օրինակ բժշկական զննության դրա արդյունքների եւ համանման հարցերի հետ կապված տեղեկատվությունը։ Իմ ներկայացուցիչները այց են իրականացրել նաև Տիկին Աղեկյանին եւ նրա հետ զրուցել են իր կողմից ներկայացրած մտահոգությունների մասին, մասնավորապես անձը մի քանի մտահոգություններ է ներկայացրել իր նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների առնչությամբ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ մի քանի մտահոգություններ է ներկայացրել, որոնք բնականաբար պետք է իհարկե մեր կողմից էլ դառնան քննարկման առարկա պարզաբանումներ պահանջելով պետական մարմիններից, բայց առաջին հերթին պետք է նշեմ, որ նման դեպքերով մարդու իրավունքների պաշտպանը չէ հարցերով քննություն իրականացնող մարմինը, եւ դա է պատճառը, որ ես ինքս պահանջել եմ իրավասու պետական մարմիններից, նաեւ հրապարակային հայտարարության համատեքստում, որ միանշանակ պետք է այս գործով անձի բոլոր մտահոգությունները վատ վերաբերմունքի առնչությամբ դառնան պատշաճ քննարկման առարկա եւ նաեւ պետական մարմինները պետք է պատշաճ հրապարակային հաղորդակցություն վարել, որպեսզի հանրությունը եւս տեղեկացված լինի գործի հանգամանքների մասին։ Այնտեղ երկրորդ հարցն է նաեւ բարձրացվել ի սկզբանե Զարուհի Փոստանջանին որպես պաշտպան չներգրավելու հարցի հետ կապված։ Իհարկե մեզ պետական մարմինները պարզաբանումներ ներկայացրել են, բայց այս փուլում նաև այդ հարցն ենք ուսումնասիրության առարկա դարձնում, որպեսզի հասկանանք նաև այդ գործընթացի հետ կապված տարբեր հանգամանքներ եւ եթե այս առումով իրավունքների հետ կապված խնդիրներ տեսնենք, բնականաբար դարձյալ բարձրաձայնելու ենք հարցի վերաբերյալ։ Ուզում եմ հատուկ նշել, որ կալանքի հետ կապված հարցը դատարանի կողմից է ըստ որոշվել եւ մարդու իրավունքների պաշտպանը հստակ արգելք ունի օրենքով սահմանված դատարանի գործունեությանը չմիջամտելու, հետեւաբար ես ինքս չեմ կարող իհարկե անհատական դեպքով կալանքի հետ կապված հարցին գնահատական ներկայացնել, բայց որպես ամփոփում, որպեսզի նաեւ պատշաճ լինի, հա, բոլորի համար պատկերացումը, պետք է նշեմ, որ մեր դիտանկյունից բոլոր մտահոգությունները ոչ միայն արձանագրվել են, դրանք նաև մի մասը ամփոփ տեսքով հրապարակային է ներկայացվել, դրանց հետ կապված այս պահին պետական մարմիններից պարզաբանումներ ենք պահանջում պաշտոնական գրավոր եղանակով եւ իմ հիմնական պահանջը պետական մարմիններից այս գործով առաջին հերթին պատշաճ քննություն իրականացնելն է վատ վերաբերմունքի մտահոգությունների հետ կապված, ինչ վերաբերում է կոնկրետ գործին, այսինքն անձի հետ կապված կոնկրետ քրեական բարույթին, ապա այդ առումով մենք այս փուլում դեռևս չունենք մեր իրավասության շրջանակներում ամբողջական վերլուծություն եւ եզրահանգումներ, անհրաժեշտության դեպքում այդ առումով էլ հրապարակային հանդես կգանք։ Ինչ վերաբերում է խոսքին, ընդհանրապես հավանաբար իմ եւ Մարսպետի հանդիպումից էիք խոսքի եւ խոսքի իրավաչափության հետ կապված հարցին անդրադառնում, մենք քանի որ ընդհանուր էինք զրուցում, ոչ թե կոնկրետ դեպքի հետ կապված, այլ զրուցում էինք հենց ընդհանուր առմամբ, հա, խոսքի ազատության իրավաչափության սահմանների առումով, ապա մի անգամ էլ նշեմ, որ այո, համակարգային առումով պետք է նկատի ունենանք, որ խոսքի ազատությունը ժողովրդավարության իրապես հիմնաքարերից է, այն միանշանակ ունի սահմաններ, սա իհարկե չի կարելի մոռանալ, բայց նույնիսկ խոսքի ազատության սահմանների խախտման դեպքում, եթե խոսքը պատասխանատվության մասին է, միանշանակ պետք է համաչափ լինի, խոսքի ամենածանր տեսակներն են, որ քրեական պատասխանատվության են ենթակա եւ մնացյալ դեպքերում թե պատասխանատվության այլ միջոցների մասին է խոսքը, թե նաեւ պետության կողմից ու այլ դերակատարների կողմից կիրառվող այլ գործիքակազմների։ Տեսեք, բարձրաձայնվեց գիշերը զգեստով նրան տեղափոխելը, չգիտեմ, ի վերջո ինչ բարձրեց, արդյոք այդ դերվակը համապատասխանում է իրականությանը, թե ոչ ինչ կարողացեք բարձր։ Ըստ անձի կողմից խոշտանգումների մասին ևս մեր տեսախնդիրների առաջ մերկացնելուն եւ այլն նման հայտարարություններ ևս եղել են դասաբանի կողմից։
Ըստ էության անձը մեզ ներկայացրել է մտահոգություն առայն, որ ինքը ոչ թե գիշերազգեստով, այլ տնային հագուստով է տեղափոխվել, հետևաբար տնային հագուստի մասին է խոսքը։ Իհարկե այս փուլում մեր աշխատակազմում մի փոքր ավելի մանրամասն ամեն ինչը ամփոփվում է եւ մենք էլ ենք նշել հայտարարության տեքստում, որ նաեւ ընթացիկ անհրաժեշտության դեպքում հրապարակային հանդես կգանք այդ թվում հետագայում տեսանկարահանմամբ համապատասխան քննչական գործողություն կատարելու մասին անձը մեզ եւս մտահոգություն է հայտնել դրա վերաբերյալ ըստ էության ճիշտ է 3 ներքին գործերի նախարարությունը տարածել է պարզաբանում հերքելով տեղեկատվությունը ներողություն բայց մենք եւս պաշտոնական գրավոր Մենք եւս պաշտոնական գրավոր պարզաբանումներ ենք այս փուլում պահանջում իրավասու մարմնից, որպեսզի կարողանանք համադրության արդյունքում նաեւ մեր իրավասության շրջանակներում հասկանանք եղելությունը եւ իհարկե եթե խոսքը խոշտանգման մասին է, ապա բոլորս գիտենք, որ խոշտանգումը վատ վերաբերմունքի ամենածանր տեսակն է, հետեւաբար այստեղ իրոք պետք է քննարկման առարկա դառնա արդյոք խոսքը հենց խոշտանգման մասին է, թե վատ վերաբերմունքի այլ դրսևորումների եւ այս փուլում մենք այդ ամբողջ տեղեկատվությունը ըստ էության փորձում ենք ամփոփել, որպեսզի կարողանանք նաեւ հրապարակային հանդես գալ, բայց նորից եմ նշում, այս հիմնական տեղեկությունների մեծ մասը հնարավոր է բարձել բացառապես քննության ընթացքում, այսինքն մարդու իրավունքների պաշտպանը չունի այնպիսի գործիքակազմ, որ կարողանա ամենի եղելությունը ինքն իր ուժերով բարձել եւ դրա համար իմ առաջին պահանջը իրավասու պետական մարմիններից, նաև քննություն իրականացնող մարմիններից այն է, որպեսզի ոչ թե պարզապես քննություն իրականացվի այս բոլոր մտահոգությունների հարցերով, այլ քննությունը լինի պատշաճ, բոլոր չափանիշներին համապատասխանող եւ նաեւ հրապարակային հաղորդակցությունը լինի, որպեսզի բոլորս կարողանանք ծանոթանալ բոլոր հանգամանքներին։ Հարազատների հետ հանդիպելու եք։ Ես ինքս նախաձեռնել եմ անկեղծ ասած տվյալներն ենք այս պահին ճշտել, որ քանի որ ինքս Գյումրիում եմ, հնարավորություն ունենամ նաև հարազատների հետ հանդիպելու, անկեղծ պիտի լինեմ նշելով, որ փորձել ենք անընդհատ կապ հաստատել, նույնիսկ այստեղ գալուց մի քանի րոպե առաջ էին գործընկերներս փորձում կապ հաստատել, դեռևս չի ստացվել, զանգերը կարծես թե անպատասխան են մնացել, բայց հույս ունեմ, որ հնարավորություն կունենանք նաև այդ հանդիպումը կազմակերպել, նորից նշեմ, որ Տիկին Աղակյանի հետ հանդիպել ենք։ Այսօրվա այցի հետ